Հաղորդման հովանավորն է «Տուն դեպո կահույքի խանութ սրահը»։ Հաղորդման հովանավորն է Dream Park հյուրանոցառեստորանային համալիրը։ Հաղորդման հովանավորն է Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Բարև երկիր, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, Բարև երկիրը կրկին ձեր եթերում է, ձեր էկրաններին է։ Այսօր մարտի 28-ն է, օրը շաբաթ եւ ինչպես միշտ մենք ամբողջ շաբաթ շատ մեծ սպասումով պատրաստվում ենք, որպեսզի վերջապես գան հանգստյան օրերը ձեզ ողջունելու եւ բարի առավոտ մաղթելու։ Այո, շնորհակալ ենք, որ ինչպես մենք ենք ասում, ձեր օրվա սկզբի սուրճն ու թեյը կիսում եք մեզ հետ, ձեր տրամադրությունը ապահովում եք մեզ հետ եւ մենք էլ փորձում ենք ապահովել ձեր տրամադրությունը։ Ես ամեն անգամ, երբ այս օրերին, աշխատանքի օրերին դիմահարդարման սենյակում շպարվում ենք, այնտեղ մենք մի շատ գեղեցիկ գրություն ունենք փակցված պատին, որ ոչ մի կատարյալ շպար նույնիսկ չի կարող մեզ այնքան ջերմություն փոխանցել, որքան մեր գեղեցիկ սիրտն է, մեր դրական էներգիաներն են եւ այո, ամեն անգամ դա կարդալուց հետո, երբ գալիս ենք եթեր, սիրելի հեռուստադիտողներ, ես հասկանում եմ, որ ճշմարտություն կա այդ խոսքերի մեջ, պետք է այդ գեղեցկությունը նախ եւ առաջ բխի մեր սրտից եւ համաձայն եմ քեզ հետ զիանալ, լիարժեք համաձայն, շատ ճիշտ ես նկատել, ամեն անգամ կարդալով շատ ճիշտ բարձրաձայնեցիր, որովհետեւ ամեն ինչ կախված է մեր հոգեվիճակից, մեր ներքին էներգիայից եւ դրական տրամադրությունից, ինչը մենք միշտ գրեթե փորձում ենք ապահովել, որպեսզի մեր եթերները եւս լինեն լուսավոր եւ գեղեցիկ։ Այո, հիշում ենք մեր գեղեցիկ եւ հավատարիմ գործընկերներին, նրանք են Տուն դեպո խանութ սրահը, Լորվա հրաշալի բնության գրկում գտնվող Dream Park հանգստյան գոտին եւ Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Այո, եթե առանձին խոսենք, ապա եթե ունեք առողջական խնդիրներ, որոնք ձեզ հուզում են եւ անհանգստացնում, ապա իհարկե գնացեք Աջափնյակ բժշկական կենտրոն, որտեղ անհատական մոտեցում կցուցաբերեն եւ կփորձեն հնարավորինս լուծում գտնել ձեր առողջական խնդրին։ Դե իհարկե Dream Park գնալու համար եղանակային պայմաններն այնքան էլ էական չեն, բայց գարնանը կարծում եմ այնտեղ հրաշալի է, երբ արդեն ծաղկունք է եւ ծառ ու ծաղիկները այսպես իրենց աչքերը, թևերը բացել են եւ սպասում են այցելուներին։ Շարժվենք առաջ, չմոռանալով հիշեցնել, ինչպես ես լավ եմ ասում։ Դիանա շատ է սիրում այս հայոց մեր հասցեները, որտեղով կարող եք հետևել մեր թողարկումներին Երկիր մեդիայի YouTube-յան ու Telegram-յան ալիք, ինչպես նաեւ Երկիր մեդիայի ու Բարև երկրի Facebook-յան էջեր։ Մենք սպասում ենք ձեր նամակներին, ինչպես սովորաբար գրում եք, առաջարկում եք հյուրեր, թե ում եք ուզում տեսնել, ինչպես նաև մեր տեսահոլովակների հետ կապված տարբեր մեկնաբանություններ։ Մենք կարդում ենք բոլորը եւ նկատի ենք ունենում։ Շարժվում ենք առաջ արևոտ տրամադրության եւ անպայման լայն ժպիտներով։ Այսօր երեկոյան ժամը 20:30-ին երկրագնդի բոլոր մարդկանց ու կազմակերպություններին կոչ է արվում 1 ժամով անջատել բոլոր էլեկտրական սարքավորումներն ու լույսերը, որովհետև նշվում է երկրի ժամը գլոբալ ամենամյա միջազգային ակցիան։ Նախաձեռնությունը սկիզբ է առել 2007 թվականին Սիդնեյ քաղաքում։ Այսօր արդեն միջոցառմանը մասնակցում է 190 երկիր, այդ թվում Հայաստանը։ Մեր երկիրը համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը միացել է 2008-ին եւ այսօր երեկոյան Երևանում նույնպես 1 ժամով կանջատվի հիմնական փողոցների եւ շենքերի արտաքին լուսավորությունը։ Դու սիրում ես միանալ այս նախաձեռնությանը։ Եթե անկեղծ լինեմ, երբեք չեմ հիշում, որպեսզի անջատեմ լույսերը։ Այո։ Ես հիշում եմ, որովհետեւ շատ տարօրինակ կերպով նկատեցի, որ նախորդ տարի հատկապես, միջակ ես էլ չէի հիշում, մեր ամբողջ բակում լույսերը անջատված էր, ու այդ պահին հիշեցի, որ փաստորեն երկրի ժամը նախաձեռնությունն է։ Եվ նշենք, որ երկրի ժամը խորհրդանշական ակցիա է նվիրված մայր բնությանը, դրա խնամքին եւ մոլորակի կենսական ու սահմանափակ պաշարների խելամիտ օգտագործմանը։ Այս օրը բացի 1 ժամով լույսերն անջատելուց կազմակերպում են տարատեսակ քննարկումներ ու հանդիպումներ համաշխարհային հանրության ուշադրությունը մեր մոլորակի բնակլիմայական փոփոխությանը սևեռելու եւ բոլորիս աջակցությունը ցույց տալու համար։ Այո, այս պահին շնորհավորենք բոլոր պատմաբաններին, որովհետև նրանց մասնագիտական օրն է, կարծում եմ պետք է գլխավորապես մեր գործընկերոջ Արթուր Մկրտչյանին շնորհավորենք, այո, բոլորին։ Նկատենք, որ Հայաստանում պատմաբանի մասնագիտությունն ընտրած մարդիկ եւս մեկ տոնական օր ունեն, դեկտեմբերի 4-ը, սա Հայաստանում է նշվում, սիրելի հեռուստադիտողներ, օրն ընտրվել է ի պատիվ հայ անվանի պատմաբան, լեզվաբան, աստվածաբան եւ մանկավարժ Միքայել Չամչյանի ծննդյան
օրվա, իսկ այսօր մարտի 28-ին պատմաբանի միջազգային օրն է։ Շատ կարևոր օր է, բայց հետաքրքիր օր է նաև այն առումով, որ մարտի 28-ը համարվում է լվացքի մեքենայի ծննդյան օր։ Թերևս հատկապես կանանց չեն կարող առանձնացնել, կանանց համար չեն կարող չառանձնացնել։ Կանանց համար շատ կարևոր օր է, որտեղ երկար տարիներ նրանք ձեռքով էին լվացք։ Կարող եմ մտածել ինչ է, որ դրա համար էլ օր լինի, բայց Չէ, շատ կարևոր օր է։ հեղափոխություն է եղել։ Այո։ Իհարկե այս սարքի ստեղծման ու զարգացման պատմությունը երկար տարիների ճանապարհ է անցել, սակայն առաջին մեխանիկական լվացքի սարքը արտոնագրվել է 1858 թվականին, հենց մարտի 28-ին ԱՄՆ-ում Համիլթոն Սմիթի կողմից։ Գաղտնիք չէ, որ դարեր շարունակ մարդիկ հագուստը լվանում էին ձեռքով, ինչն անասելի դժվարություններ էր առաջացնում իհարկե։ Հարցի լուծում տալու եւ կանանց գործը փոքր շատ է հեշտացնելու համար 10-րդ դարի վերջում ստեղծեցին արդեն առաջին մեխանիկական սարքերը։ Այո, դրանցից առաջինը Ջեյմս Քինգի հորինած մեքենան էր, որն ուներ թմբուկ, բայց պտտվում էր ձեռքով։ Հետո արդեն Քինգի եւ Սմիթի գյուտերի հիմքով 1874 թվականին Ուիլյամ Բլեքսթոնն իր կնոջ համար պատրաստեց տան պայմաններում կիրառելի առաջին լվացքի մեքենան։ Էլեկտրականությամբ աշխատող մեքենաներ սկսեցին արտադրվել ու լայն տարածում գտնել 20-րդ դարասկզբին։ Դրանցից առաջինի հեղինակը Ալվա Ջոն Ֆիշերն էր։ Արդեն 1940-ականներին ասպարեզ եկան լիովին ավտոմատ մեքենաները, որոնք կարող էին ինքնուրույն լվանալ ու քամել հագուստը առանց մարդու միջամտության։ Այո, թերևս այսօր ամենահեշտ թվացող գործիքները շատ երկար ժամանակ են անցել ստեղծելու համար, ինչը երջանկացնում է, իսկ ինչու հիշեցի երջանկությունը Զիաննա։ Հիշեցի, որովհետև յուրաքանչյուր տարի այս նյութը տալիս ենք եւ ես շատ եմ սիրում այս տեղեկատվությունը, թե որոնք են աշխարհի ամենաերջանիկ երկրները։ Այո, այս տարի նույնպես հայտնի են այդ երջանիկ երկրները, թեև Օքսֆորդի համալսարանի հրապարակած աշխարհի երջանկության զեկույցի մեջ նախորդ տարիների համեմատ առանձնապես փոփոխություն չկա, այդուամենայնիվ ուրիշների երջանկության համար նույնպես իհարկե պետք է ուրախանալ։ Արդեն 9-րդ անգամ աշխարհի ամենաերջանիկ երկիր է ճանաչվել Ֆինլանդիան։ Թերևս շատ հետաքրքիր է։ Եվ երկրորդ եւ երրորդ տեղերում են Իսլանդիան եւ Դանիան։ Սկանդինավյան մյուս երկրները նույնպես top 10-ում են։ Գիտնականների կարծիքով սկանդինավյան մտածելակերպը եւ սոցիալական կառուցվածքը զգալի դերակատարում ունեն բնակչության բարեկեցության ապահովման գործում, ինչն էլ համարվում է հենց այդ տարածաշրջանի երկրների երջանկության բանաձևը։ Առհասարակ երկրների դասակարգման ցուցանիշը կազմում է հիմնվելով 3 չափանիշների վրա՝ կյանքի միջին տևողություն, բարեկեցություն, ինչպես նաև բնապահպանական միջավայր։ Հետաքրքիր է, որ առաջին տասնյակում հայտնվել է նաև այս պահին պատերազմող Իսրայելը։ Գանք մեր տարածաշրջան, այստեղ ամենաերջանիկը պարզվում է մենք ենք, զարմանալ պետք չէ։ Թեպետ նախորդ տարվանից 2 հորիզոնականով մեր տեղը զիջել ենք 87-րդ տեղից իջնելով 89, սակայն հարևանների համեմատ բարվոք վիճակում ենք։ Վրաստանը 91-րդ տեղում է, Թուրքիան 94, Ադրբեջանը 102։ Նշենք, որ հարցումն անցկացվել է աշխարհի շուրջ 140 երկրում։ Իդեպ գիտեք, որ աշխարհում կան նաև երկրներ, որոնք երջանկության նախարարություն ունեն։ Կուզեի՞ր, որ Հայաստանում եւս լիներ։ Իհարկե, շատ լավ կլիներ, եթե գործեր։ Դրանցից ամենահայտնին գտնվում է Բութանում, Հիմալայներում գտնվող թագավորությունում։ Այստեղ չափվում է ոչ թե համախառն ներքին արդյունքը, այլ համախառն ազգային երջանկությունը։ Եվ արդյունքում բութանցիներն ապրում են նյութական եւ հոգեվոր արժեքների հավասարակշռության մեջ։ Այստեղ պարբերաբար անցկացվում են երջանկության գնահատումներ եւ մարդահամարի ժամանակ դուք երջանիկ եք, հարցն առաջինն է։ Երջանկության նախարարությունների ստեղծման մասին տարբեր տարիներին հայտարարել են նաեւ Վենեսուելան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգը, որոնց հստակ լինելիության կամ գործունեության մասին այնքան էլ շատ տեղեկություններ չկան։ Հետաքրքիր է, որ երջանկության նախարարության նախարարը պետք է երևի թե լինի ամենաերջանիկ մարդը այդ երկրի, որպեսզի կարողանա բաշխել երջանկության։ Գոնե փոխանցի երջանկության մասին օրենքները, թերևս այո, երջանիկ լինում են ներքուստ, ոչ պաշտոնը։ Այո, Չէ, պաշտոնը, որ Հայաստանում լինի, չէ։ Լավ, ոնց ասես, Զիաննա ջան։ Լավ, անցնելով առաջ, ասենք, որ իդեպ անսպասելի երջանկություն է թակել Երևանցի 99 տատիկի դուռը։ Նա սոցիալական վիճակախաղում շահել է 1.5 միլիոն եվրո, ինչը խաղարկության
առավելագույն մրցանակն է։ Լուրը հայտնել է Բերլինի հեռուստաընկերություններից մեկը, նաև տեղեկացնելով, որ տվյալ սոցիալական վիճակախաղի միջոցներով ոչ միայն մրցանակներն են վճարվում, այլ նաև ուղղվում են Գերմանիայում գործող տարբեր սոցիալական ծրագրերի ֆինանսավորմանը։ Թերևս երկու բարեգործություն կարելի ասել մեկ տեղում։ Շատ հաշալի պետական նախաձեռնություն, այո։ Այս պահին մեզ մնում է երջանկանալ, ինչ անելով, տեսահոլովակ դիտելով, կարծում եմ երաժշտությունը լավագույն տարբերակն է դրա համար։ Ամենից սիրում Քեզ երկում եմ սեր, դու ես իմ սրտում Տես երկինքը մեզ, շտում է կարծես Ինչ անեմ ասա, ես սիրում եմ քեզ Կողմն է ամեն ինչ, աշխարհը սիրում Քեզ իմ սերն ու կյանքն եմ նվիրում Երջանիկ եմ, երջանիկ, որ կա կողքիս մի աղջիկ Երջանիկ եմ, երջանիկ, որ կա կողքիս մի աղջիկ, որը կյանքեր ու շատ հանգեր մի հատիկ Երբ կողքիս ես դու Էլ չկա ոչինչ Աշխարհը կարծես աչքերը քո ջինջ Ժպիտը տանուշ երեսդ պայծառ Ու չհասկացա ոնց հոգիս մտա Կսիրեմ անվերջ դու ինձ հավատա Իմ քաղցրս ոնց ես քեզ կտա Երջանիկ եմ երջանիկ որ կա կողքիս մի աղջիկ Երջանիկ եմ, երջանիկ, որ կա կողքիս մի աղջիկ, որը կյանքեր ու շատ հանգեր մի հատիկ Երջանիկ եմ, երջանիկ, որ կա կողքիս մի աղջիկ, որը կյանքեր ու շատ հանգեր մի հատիկ Երջանիկ եմ, երջանիկ, որ կա կողքիս մի աղջիկ, որը կյանքեր ու շատ հանգեր մի հատիկ Որը կյանքեր ու շատ հանգեր մի հատիկ Որը կյանքեր ու շատ հանգեր մի հատիկ Բարի լույս Երկիր մեդիայի սիրելի հեռուստադիտող, մենք այժմ տեղափոխվելու ենք թատրոնի աշխարհ, հատկապես Մնջախաղի թատրոն, որտեղ կա նոր ներկայացում։ Մարտի 29-ին Մնջախաղի թատրոնի բեմ կբարձրանա երկու գումարած մեկ ներկայացումը նախատեսված ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծիկների համար։ Ներկայացում, որի հեղինակների համոզմամբ յուրաքանչյուր մեծահասակ հանդիսատեսին կտեղափոխի մանկական աշխարհ, վերապրելու մանկության հույզերն ու հիշողությունները։ Եվ ներկայացման մասին կզրուցենք Մնջախաղի թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանի եւ դերասանուհի Լիլի Հակոբյանի հետ։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Բարի գալուստ մեր տաղավար եւ Լիլիին իհարկե միամսյակի արդիվ շնորհավորենք, դեռ չի ավարտվել։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն։ Օգտվելով առիթից մենք էլ շնորհավորենք Բոլոր կանանց եւ աղջիկներին։ Չէ, թատրոնի միջազգային կապակցությամբ, որ 3 ամսի 27-ին մեր տոնն էր եւ մենք շատ լավ ուրախ անցկացրեցինք այդ Եվ տոնը։ արտավազ մրցանակաբաշխությունը մենք մոռացանք խոսել դրա մասին։ Ունեցանք արդեն տարվա, իհարկե ինձ համար այս մասնագիտության մեջ տարվա կամ ամսվա չի լինում հաղթողներ կամ ինչ-որ, բայց ընդհանուր առմամբ այո ունեցանք գոնե ինչ-որ տեսլական, թե ովքեր էին տարվա ընթացքում աչքի ընկել, բայց այսօր այդ մասին Այո, դրան դեռ կանդրադառնանք, այսօր խոսելու ենք երկու գումարած մեկ ներկայացման մասին։ Մնջախաղի թատրոնը իհարկե բացառիկ թատրոն է, երբ խոսքերն ավելորդ են, ամեն ինչ կարելի է մարմնի լեզվով ասել։ Հիմա հետաքրքիր է մանկական ներկայացում, թեպետ եւ մեծերի եւ փոքրերի համար, ինչու տարվա այս շրջանում որոշվեց տեղափոխվել մանկություն, սովորաբար չէ, հունիս մեկյան ներկայացումներ են լինում այս մանկական ներկայացումները։ Դե մենք նախորոք նախապատրաստվել ենք, որ հունիսի 1-ին ունենանք շրջագայություններ եւ մեր
մարզերի երեխաներին էլ ուրախացնենք այս գեղեցիկ ներկայացումով։ Ճիշտ է։ Այո, Պատմել ներկայացման առհասարակ բովանդակության, հաղորդագրության, ստեղծման մասին։ Նախ նշեմ, որ բեմադրող ռեժիսորը այս ներկայացման 2+1 ներկայացման Արտուր Հայրապետյանն է, նա եւ խաղում է ներկայացման մեջ եւ ռեժիսորն է ու սցենարի հեղինակն էլ նաեւ ինքն է ու ընդհանրապես ինքը վաղուց միտք ուներ կյանք տալու այս ներկայացմանը, ուղղակի ոնց է լինում, որ ստեղծագործական process է սկսում դու ինքդ քո հետ անընդհատ sense քո մեջ ամեն ինչ կազմակերպում ես, որոշում ես եւ նոր գալիս ես այն որոշմանը, որ պիտի անես դա։ Ընդհանրապես շեշտը դրված չէ հենց մանկական ներկայացման վրա, որովհետև ինքը ամբողջ ընտանիքի համար է, տարիքային սահմանափակումներ չկան, ցանկացած տարիքի հանդիսատես կարող է գալ եւ դիտել, ինքը շատ այսպիսի կարևոր մեսիջով ներկայացում է, որ մարդիկ, այսինքն, որ կորցնում են իրենց լավագույն տարիները, կորցնելը մի քիչ կոպիտ եմ ասում, բայց այն ժամանակ, երբ որ իրենք դեռահաս են կամ փոքրիկ երեխա են լինում, իրենք չեն հասկանում, որ այդ ժամանակաշրջանում իրենց կյանքի պիտի լավագույնը քաղեն այդ ամեն ինչից եւ երջանիկ լինեն, ուրախանան, խաղան ու այդպիսի Ոչ մեկ էլ կարծում եմ, չենք գիտակցում։ Ու ներկայացումը հենց դրա մասին է, որ մենք չենք գիտակցում եւ ցանկացած տարիքի մարդ, դեռահասներից սկսած մինչեւ ամենահասուն տարիքի հանդիսատեսը հենց դա է տեսնելու բեմում, որ պետք է գնահատել մանկությունը, այդ երջանիկ տարիները ու գլխավոր 3 հերոսները, ովքեր կան ներկայացման մեջ, 3 ընկերներ են, 2 տղա եւ մի աղջիկ։ Այդ 2 տղաները են դասական չար փոքրիկ տղաների կերպարներն են, որոնք որ միշտ տենց անընդհատ բակում են, խաղում են, չարություններ են անում եւ այլն, իսկ աղջիկը, որը նույնպես իրենց ընկերն է, այդպիսի ավելի խիստ դաստիարակություն է ստացել, իրեն տանը ասել են, որ դու պիտի գիրք կարդաս, դու պիտի կենտրոնանաս քո ապագա մասնագիտության վրա, եւ թեպետ եւ նա միշտ բակ գնալուց ուզում է խաղալ, ուզում է ուրախանալ, միշտ իր ուղեղում դա է, որ դու պիտի գիրք կարդաս, դու պիտի կենտրոնանաս ուրիշ բաների վրա եւ ոչ խաղերի վրա ու արդեն երբ որ ավելի է զարգանում ներկայացումը ցույց են տալիս թե այդ ամեն ինչը ինչպես է այդ 3 կերպարներին տարբեր ուղիներով տանում կյանքում ու վերջում ինչ է դառնում այդ ամեն ինչից ու հենց դա կտեսնի հանդիսատեսը որ պետք չէ անել այնպես որպեսզի հետո զղջաս եւ ուղղակի սկսես ափսոսել այդ ամեն ինչը։ Այո, կյանքի բոլոր փուլերը։ Բայց շատ լավ է ավարտվում։ Եկեք ավարտի մասին չասենք, թող գան եւ նայեն, ամեն կուզեմ հասկանալ ինչու կենտրոնացում եղավ այս աշխատանքի վրա եւ ինչու գնահատվեց հենց այս շրջանում այս թեման։ Գնահատվեց Արթուրի ջիղը, ցանկությունը բեմադրություն անելու, ասեմ, որ նրա առաջին փորձն է որպես ռեժիսորի, որպես հեղինակի եւ կարծիքով շատ հետաքրքիր է ստացվել, ինքը այնքան խանդավառված էր այդ աշխատանքով, ամեն անգամ երբ մենք հանդիպում էինք, իր աչքերը վառվում էին, ես հասկանում եմ ինչքան սիրով է լցված, ինչքան պատրաստ է, իմ վարպետը Ալբերտ Մուշեղիչը ասում էր, որ ներկայացումը չպիտի վերցնես, որոշես առավոտ արթնանաս ու բեմադրես, այդ ներկայացումը պիտի սիրահարվես, հետո այդ գործով պիտի հղիանաս, ցավ քաշես, հետո ի վերջո այդ ծնունդը լինի եւ միշտ այդ զուգահեռները անցկացնում են, ես հասկացա, որ Արթուրը այդ լրիվ process-ներով անցած է, արդեն ցավերի մեջ է, հիմա պետք է օգնենք այդ մարդուն, որ այդ երեխան ծնվի ու վաղը այդ շատ սիրուն ներկայացումը ծնվելու է ու այս իմ կարծիքով այս գադջետների աշխարհում, այս թվային աշխարհում այդ ներկայացումը շատ լավ մեսիջ է եւ շատ լավ ուղղություն է դեպի մանկություն, դեպի բակի խաղերը, դեպի կենդանի շփումը։ Մենք առաջին անգամ չէ որ անդրադառնում ենք այդ թեմային, որովհետեւ մեր դարաշրջանում իմ կարծիքով այդ ամենամեծ պրոբլեմն է, որ մենք պետք է կարողանանք մեծերս հեռու պահենք երեխաներից ինչքան հնարավոր է եւ մեծերը լինեն հեռու, որպեսզի հետո կարողանան։ Վերնագիրը 2 գումարած 1, 2 տղա եւ 1 աղջկա մասին է։ Այո։ Ինչպես Այդ գումարած մեջ է իմաստ կա, որ հանդիսատեսը վերջում նույնիսկ իրեն հարց է տալու ու
այդպես ինչ որտեղ նաև հարցական է մնալու, բայց երկուսը գումարվեց մեկին, թե ոչ։ Դա արդեն իրենք սեփական աչքերով կտեսնեն բեմում։ Երաժշտական ինչ լուծումներ եք առաջարկում, որովհետև Մնջախաղի թատրոնում այդ շարժումներին կլասիկան, գործող դերում է գլխավոր երաժշտությունը։ Մնջախաղի արտիստների մոտ ընդհանրապես երաժշտությունը իրենց լավագույն ընկերն է։ Չեմ ասի, որ երաժշտության այդպես ուղեկցության տակ շատ ենք ընկնում, որովհետև եթե օրինակ այս դեպքում համեմատենք պարողների հետ, չէ, նրանց նույնպես շարժման արվեստ է։ Իրենց ուղեկցում է երաժշտությունը, իսկ մենք Մնջախաղի արտիստներս անում ենք այնպես, որպեսզի երաժշտությունը այս դեպքում մեզ ենթարկվի եւ մենք իրեն տանենք։ Եվ երբեմն լռությունն էլ է մեզ պետք։ Այո, լռությունը, նույնիսկ լռությունը ավելի այսպես հնչեղ է լինում, ավելի հնչեղ է լինում երբեմն Մնջախաղի ժանրի ներկայացման մեջ, քան երաժշտությունը հենց։ Մեր հնչյունային ռեժիսորը Ալեքսանդրան մեր թատրոնի ինքը արել է երաժշտական ձևավորումը, իսկ երաժշտությունները մենք այսպես տարբեր տեղերից հավաքագրել ենք, իսկ ինքը արդեն տենց ստացել է իր ձևավորումներով ու նաև երաժշտության տեսանկյունից շատ դինամիկ ու հետաքրքիր է ամեն ինչը լինելու։ Հնչելու է եւ կլասիկա, եւ ժամանակակից երաժշտություն, այսինքն շատ հետաքրքիր է լինելու։ Մեր մանկությունից հիշողություններ արտնացնող երաժշտություններ։ Դե արդեն շատ փակագծեր են Չեք ասել։ Կարծում եմ գաղտնիքներ բան։ Ինձ նաև հետաքրքիր է միշտ հետաքրքրել, բայց հատկապես այս դեպքում երբ կարծես թե ամեն ինչ խոսքերով ասելու մասին է, դուք միայն Մնջախաղով եք ցույց տալիս։ Ինչ դժվարություններ կա, երբ խոսք չկա, փոխանցել եւ արդյոք երբ որ դուք չեք պատմում, հանդիսատեսից սովորաբար զգում եք, որ նրանք ընկալեցին։ Մնջախաղի դեպքում դժվարությունները ինչու՞մն է։ Դժվարություններ լինում են երբեմն մեր հանդիսատեսի համար, որ մեղմ ասած ոչ այդքան մաչելի է լինում Մնջախաղի տեսանկյունից, որ կարող է լինել հանդիսատես գալ իր ձևով ընկալել, բայց կարող է լինել եւ հանդիսատես, որ գա ու եւ հասկանա եւ չհասկանա, բայց այս դեպքում 2+1-ի դեպքում մատուցել ենք շատ մաչելի կերպով ու ինձ թվում է, որ ցանկացած հանդիսատես հասկանալու է եւ ընթեռնելու է հատկապես փոքրերը, որովհետեւ ավելի քան մաչելի ու հասկանալի ամեն ինչ լինելու, այս ներկայացման մեջ այդ բեմադրողական կառուցվածքը հենց այդպիսին է, որ տեսարաններով ամեն ինչ ասված է։ Իմ կարծիքով, ինչպես որ յուրաքանչյուր խորը արվեստ, թե կերպարվեստում, թե երաժշտության մեջ, թե եւ թե թատրոնում, այդքան էլ կարևոր չի ամեն ինչ հասկանալի լինելը, օրինակ ամեն ինչ հասկանալի է, լավ անուններ չտամ, ամեն ինչ պարզ է, ամեն ինչ հասկանալի է, ամեն ինչ մատչելի է, ավելի ցածր տեսակի արվեստում, հա, իսկ այստեղ ինձ համար կոնկրետ որպես հանդիսատեսի ավելի թանկարժեք է զգայական մասը եւ ես նայում եմ մեր ներկայացումները, ես թուլանում եմ, անջատվում եմ ու հիպնոզի նման տրվում եմ այդ տվյալ ներկայացմանը հեղինակին ու հեղինակը եւ դերասանները ինձ սկսում են տանել։ Թե հիմա ես դուրս գալուց արդեն ինձ համար ինչ եմ խաղում, ինչ եմ զգում, դա թանկ ինձ համար, քան թե որ ամեն ինչ հասկանամ, վերջում էլ հերոսները համբուրվեն ու happy end-ը լինի, հոլիվուդյան կինոները։ Հանդիսատեսը հատկապես երբ երեխա է լինում, դժվար այո ամբողջ խորությամբ հասկանալի լինի, ավելի հենց գայական դաշտն է։ Մնջախաղի թատրոնում սովորաբար շատ հենց ինչպես սկզբից կարդացինք, մեծերի ու փոքրերի համար է, որովհետև այն, որ դուք նշեցիք, թե դուք տալիս եք, առաջին կարգավորությունը զգայական ով ինչը զգում է, դա տարիք ինձ թվում է չի ճանաչում։ Դուք չեք պատկերացնի, թե ես որպես տնօրեն շատ ուշադիր եմ հանդիսատեսին ներկայացումների ժամանակ, մենք ունենք Ալիսի երազում ներկայացում, բավականին երկար ծավալուն ներկայացում է ու այնտեղ առաջին մանկական ներկայացումն է եղել Ալիսը։ Ու այնտեղ 3 տարեկան երեխա էր նստած պապիկի գոքին եւ ես ուշադիր եի այդ երեխաների ռեակցիային ու այդ երեխան այդ հիպնոզի մեջ այդ մի ժամը այսպես ուշադիր նայել է ու ամբողջ դալիճը երբեմն շատ ներկայացումներ կան խոսքերով, երգերով, բաղներով, լույսերով, որ երեխաները սուս չեն մնում, դերասանը
Գոռում է, որ տեքստը տեղ։ Որովհետև հենց երեխան է, որ չէ, երբեք խոսքով անհնար է լինում, որ նրան ինչ-որ բան բացատրել խոսքերով, բառերով, այլ սիրով, ջերմությամբ, պետք է չէ գրկելով, այ դա երևի նույնն է, որ այդ զգայական դաշտն է բացվում նրանց եւ ավելի ընկալելի է դառնում։ Ասեն Մնջախաղի թատրոնը հասկացանք, որ ավելի երեխաների համար։ Երրորդ Ես համաձայն եմ, ես իմ ամենասիրած ներկայացումները Մնջախաղի թատրոնում են, որտեղ ես ժամկետ հեռախոսի մեջ չեմ մտնում։ Մնացած բոլոր թատրոններում ես տեքստը լսում եմ, բայց հեռախոսի մեջ չեմ, դա կարող է նշանակություն ունենալ, բայց նաև ինձ հետաքրքիր, քանի որ Մնջախաղի թատրոնը հատկապես լեզվի մասին չէ, լեզվակրության, ապա ինչ դրսի համար, ինչ ներկայացումներ, այս ներկայացումը նախատեսում եք տանել դուրս, թե ինչ եք ուզում անել ներկայացման հետ։ Դա խոսքի խնդիր չկա։ Մենք հիմա շատ լավ լայն քաղաքականություն ենք վարում, Եվրոպայում շատ եղել ենք արդեն, ես ուզում եմ, եթե հետաքրքիր է, արդեն շպարգալկայից պիտի օգտվեմ, որովհետև հյուրախաղերը շատ են, այսինքն արագ կարդամ, որ դուք պատկերացնեք մեր աշխարհագրությունը։ Ուրեմն Իսպանիայում եղանք փետրվարի 21-ին Վետեն փառատոնին, Ռուսաստանում ենք մի քանի օրից մեկնելու է խումբը, ինչպես նկարել թռչուն ներկայացումով, մի միգրանտի մեր ամենամյա, այսպես մեր սիրելի փառատոններից մեկն է Սանկտ Պետերբուրգում, ապրիլին լինելու ենք Հյուսիսային Մակեդոնիայում, Բուլղարիայում ենք լինելու հունիսին, Լեհաստանում ենք լինելու սեպտեմբերին, Գերմանիայում կլինենք եւ կլինենք Կիպրոսում։ Այս տարի Հետաքրքիր, այո, աշխարհագրություն եք նախատեսում, մենք ձեզ հաջողություններ ենք այդ առումով ցանկանում։ Այս ներկայացումը թե տարբեր Այս ներկայացումն էլ դերևս այս ներկայացման հետ կապված, դե մի տարի առաջ ենք այդ բանակցությունները եւ այլն, այս ներկայացումը մենք պատրաստել ենք այնպես, որ կարծում եմ 2 ճամպրուկով կարողանանք շրջագայել ու այս ներկայացման ռեկվիզիտային առումով թեթև ներկայացում է, պաստորեն։ Հուսամ այս ներկայացումն էլ կունենա լավ ճանապարհորդություններ։ Այո։ Հուսանք։ Մենք էլ իհարկե ձեզ հաջողություն ենք մաղթում, վաղը արդեն կլինի բեմում ներկայացումը, վստահաբար ամեն ինչ շատ լավ է անցնելու, լինելու է բնականաբար խաղացանկային, այո, եւ ոչ միայն վաղը, այո, կարող են հետևել եւ գալ ապրիլի 18-ին էլ բացված է ներկայացումը, խնդրեմ համեցեք տոմսերը ձեր չեն հասցնի դեռ վաղը գնալ, չնայած դեռ տոմսեր կան, կարող եք գնալ, նաեւ կարող գնալ ապրիլին, կարևոր ներկայացում զգալու, ինչպես արդեն քննարկեցինք, Ձյան պնդում է փոքրերի համար, ես պնդում եմ մեծերի։ Նաև փոքրերի, այո, ավելի ընկալելի, այո։ Այո, առաջարկում ենք գնալ եւ ինքներդ գնաք եւ ինքներդ որոշեք, թե ինչ տարիքի համար է եւ ինչ զգացումներ դուք զգացիք։ Իսկ ես հավելեմ, որ զրուցում էինք Մնջախաղի թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանի եւ դերասանուհի Լիլի Հակոբյանի հետ, կրկին շնորհակալություն, դուք մի փոխեք հեռուստաալիքը, մենք բարև երկիրն ենք։ Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը եւ այս պահին դիտելու ենք մեր շատ սիրելի էջերից մեկը, Մատյանը, որը պատմելու է հայ արվեստագետներից մեկի մասին։ Մեր երկրի դիմագծերի կերտվածքի մեջ իր ուրույն ձեռագիրը թողած արվեստագետը կարծում էր, որ ստեղծագործողը երբեք չի ծերանում, ինչպես որ չի ծերանում իսկական արվեստի էությունը, հավերժական ճշմարտությունը։ Այ եւ նրա խոսքը ավելի հասկանալու համար մենք հիմա Մատյան էջում կծանոթանանք նրա կենսագրության մասին եւ խոսքը իհարկե քանդակագործ, գծանկարիչ, մոնումենտալիստ Արա Հարությունյանի մասին է, ում ծննդյան օրն է այսօր։ Իմ ստեղծագործության հիմնական աղբյուրը ֆանտազիան է։ Այն խորհրդանիշների, զգացողությունների եւ կերպարների աշխարհ է, կապված բնության հետ։ Սա քանդակագործ, մոնումենտալիստ, գծանկարիչ Արա Արմենի Հարությունյանի խոսքերն են։ Արա Հարությունյանը ծնվել է 1928 թվականի մարտի 28-ին Երևանում, երաժշտի ընտանիքում։ Նա հանդիսանում է Հայաստանի ամենաբարձր Մայր Հայաստան հուշարձանի հեղինակը։ Ընդհանուր բարձրությունը 54 մետր է։ Հայտնի աշխատանքներից են նրա նաև Սայաթ Նովայի հուշաղբյուրը, Կոմիտասի հուշարձանը եւ Կոմիտասի մահարձանը։ Արա Հարությունյանն առաջիններից է Հայաստանում ստեղծել քանդակագործության ճարտարապետության տարածական համալիրներ։
Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի քանդակահամալիրը 1966 թվականին։ Ինչպես նաև Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը 1972 թվականին։ Իսկ 1968 թվականին նա ստեղծել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը, որը տուֆից եւ բազալտից է։ Հարա Հարությունյանը նաև հեղինակ է հասարակական շենքերի, թեմատիկ կոմպոզիցիաներով ներքին եւ արտաքին քանդակազարդումների, ինչպիսիք են Էրեբունի թանգարանի հարավային Արյուծի Որս եւ հյուսիսային Խալդ Աստված ճակատները, Երևանի գինու կոմբինատի հյուսիսային ճակատը։ Նա նաև 40-ից ավելի հուշահամալիրների, քանդակագործաճարտարապետական համալիրների, հուշարձանների, մոնումենտների հեղինակ է, որոնք գտնվում են Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ֆիլիպիններում եւ այլուր։ Արա Հարությունյանը եղել է նաև հաստոցային քանդակի եւ գրաֆիկայի գծանկարչության մեծ վարպետ։ Նա 1955 թվականին դարձել է ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Իսկ 1964 թվականից ՀԽՍՀ նկարիչների միության նախագահության անդամ։ 1977 թվականից վարչության անդամ։ Նույն թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական նկարչի կոչմանը։ 1988 թվականին ընտրվել է ՀԽՍՀՄ եւ Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ եւ ստացել է պրոֆեսորի կոչում։ Վարպետը կյանքից հեռացել է 1999 թվականի փետրվարի 28-ին։ Բարև երկիրը իր բուրըն ընթացքի մեջ է, ինչպես եւ իր ընթացքի մեջ է դեռևս կանանց միամսյակը եւ այո, մենք յուրաքանչյուր հաղորդման գոնե մեկ հյուրի, ով մեր Հայաստանի, մեր երկրի համար ունենում է այնպիսի ներդրումներ, որպեսզի մենք հպարտանանք եւ ասենք, որ այս մարդը բարձր է պահում մեր երկրի պատիվը, մենք այդպիսի հյուրեր գրեթե միշտ ունենում ենք։ Եվ այսօր մի ճգնախորհուրդ է մեզ մոտ հյուրընկալվել, այն էլ ինչ մասնագիտության տեր, Արմինե։ Շատ հետաքրքիր մասնագիտության տեր, գնդակային հրաձգության մեծահասակների ու երիտասարդների Եվրոպայի առաջնության շարժվող թիրախ նորմալ վազք մրցազևի արծաթե մեդալակիր Անահիտ Սարգսյանը։ Բարի լույս, սիրելի Անահիտ, նախ շնորհավորում ենք մի ամսակի կապակցությամբ եւ արծաթե մեդալի։ Շնորհակալ եմ, ես էլ եմ ձեզ շնորհավորում։ Շնորհակալ եմ հյուրընկալության համար։ Մենք էլ ենք շնորհակալ, բայց այո, նաև հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզամերգային համալիրում անցկացվեց գնդակային հրաձգության մեծահասակների ու երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները 4 ոսկե, 8 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ են նվաճել։ Անահիտ Սարգսյանն էլ, ինչպես հասկացաք, արդեն արծաթե մեդալակիրն է։ Անահիտ, ես ուզում եմ մի փոքր հետ գնանք ձեր մանկություն եւ հասկանանք ինչը դրթեց քնքուշ փոքրամարմին Անահիտին սպորտի աշխարհ ուղղվել եւ այն էլ հենց այս սպորտաձև ընտրել։ Իրականում մի քանի տարի առաջ գնացել էինք հրաձգարան, որպեսզի եղբայրս ընդունվեր եւ ինձ նույնպես դուր եկավ այս սպորտաձևը, սակայն սկսեցի զբաղվել հրաձգությամբ դրանից 2 տարի անց, երբ ժամանակս թույլ տվեց, ինձ մոտ լավ էր ստացվում ու իրոք դուր էր գալիս այս սպորտաձևը ու հիմա էլ դարձել է հրաձգությունը կյանքիս մի մասը։ Նույնիսկ փոխել եմ մասնագիտությունս, որպեսզի կարողանամ համատեղել սպորտն ու ուսումը։ Իսկ որտեղ եք? Այո, Անահիտ, այդ մասը։ Այժմ սովորում եմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում, լրագրության բաժնում։ Հրապարակագործընկերուհին է պաստը։ Այո, այսինքն զուգահեռ միաժամանակ 2 մասնագիտություն եք ուսանում։ Չէ, տեղափոխվել եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, որպեսզի կարողանամ համատեղել սպորտն ու ուսումը։ Իսկ սկզբում, երբ որ առաջին անգամ ծանոթացաք, նախ մինչ այդ երբևէ զգացել եք, որ ձեզ որևիցե ձև այս սպորտաձևը կհետաքրքրի, հանդիպել եք այս սպորտաձևին, թե այդ օրը երբ որ գնացիք ճակատագրական դարձավ ու ինչպես եկաք վերջնական դրան, որ դա ձեզ հետաքրքրում է։ Ինչը գրավեց։ Ես ավելի երիտասարդ տարիքում չգիտեի, որ կա նման սպորտաձև, հրաձգություն, որ գնացինք շատ դուրս եկավ ու երբ սկսեցի մարզվել, հասկացա, որ շատ լավ է մոտս ստացվում ու պետք է գնամ անպայման
ու պայքարեմ, այդպես։ Իսկ ինչպես եք արդեն ապագա պլաններ կազմում, շարունակելու եք, որքան ժամանակ եք նախատեսում այս սպորտաձևով շարունակել։ Որքան ժամանակը չեմ կարող ասել, բայց անպայման շարունակելու եմ ու ունեմ մեծ նպատակներ եւ փորձելու եմ հասնել դրանց։ Անահիտ, իսկ ինչպիսի բնավորության կամային հատկանիշներ պետք է ունենա այս սպորտաձևը յուրացնող մարդը, այո, ինձ համար ես մտածում եմ այս բանը, որ առաջինը երևի սուր աչքն է, այո։ Դա նույնպես պետք է, բայց ամենակարևորը կարծում եմ հանգստությունն է եւ դիմացկողականությունը, պետք է չհանձնվես արդյունքի հասնելու համար, այս էմոցիաներին, այո, պայքարես մինչև վերջ, ամենակարևորը նաև հոգեբանական կայունությունն է, այսպես քար հանգստության եւ լռության մեջ ձեռք Թերևս Ջանա, մենք ոչինչ չենք կորցրել, մենք չենք կարող ըստիս գնալ եւ զբաղվել այս մասնագիտությամբ, մենք բռնկում ենք փոքր-ինչ։ Անահիտ, կխնդրեմ նաեւ առաջնությունից մի փոքր պատմես, ովքեր էին մասնակիցները, ինչպես տրվեց երկրորդ տեղը։ Ես մրցում մենք երիտասարդների մեջ կային հայեր եւ ուկրաինացիներ, կիսաեզրափակչում ես մրցում էի ուկրաինացի մարզիկի հետ եւ շատ լարված պայքար էր, ամբողջ ուժս ներդրեցի եւ հաղթեցի նրան, անցնելով եզրափակիչ արդեն մրցում էի հայ մարզիկի հետ, սակայն չհաջողվեց նրան արդեն հաղթել, որովհետև կարծում եմ ամբողջ ուժսներ էի դրել կիսաեզրափակիչ ու այդ մի քիչ ինձ խանգարեց։ Կարևորը նայել էր հայ ոչ։ Հա, բայց սա փորձ էր նույնպես, սա փորձ էր ու կարծում եմ կօգնի ինձ մյուս մրցաշարերում ավելի լավ ներկայանալ։ Իսկ ունեք օրինակներ ձեզ համար այս սպորտաձևում, ում տարիների ընթացքում արդեն հասրել եք ծանոթանալ եւ հասկանում եք, որ այգ նրա անցածուղին շատ հետաքրքիր է եւ կարելի է ոչ թե կրկնել, այլ փորձել նրան նման վերանցնել։ Մեր մարզաձևում Գոհար Հարությունյանը եւ Լիլիթ Մկրտչյանը նրանք նույնպես շատ լավ մարզիկներ են ու նայելով իրենց ես պատկերացնում եմ ինչպես պետք է լինի իրական մարզիկը, պայքարող, չհանձնվող երբեք եւ իրենց նպատակին հասնող, նրանք ինձ ոգեշնչում են։ Անահիտ, իսկ հրաձիկ լինելը, մարզիկ լինելը, հա, այս սպորտաձևում որևէ կերպ օգնում է նաեւ առօրյա կյանքում։ Հետաքրքիր։ Ով նեղացնում է Անահիտին։ Պարսատիկով հարված է ստանում։ Իրականում հրաձգությունը սովորեցնում է լինել ավելի հանգիստ, հավասարակշիռ, այո, հրաձգության շնորհիվ ես սովորել եմ պայքարել, չհանձնվել աշխատանքի կեսից եւ նաեւ ինքնավստահություն եմ ձեռք բերել, որը շատ կարեւոր է։ Եվ անհետքում թողնանը շրջապատում, այո, գալիս է հանգստություն, բայց այո, նա այդ հանգստության տակ թաքցնում է այդ ուժը, կենտրոնացվածությունը եւ որ կարող է թիրախին մեկ վայրկյանում ոչինչ հասնել, ինչու ոչ։ Հետաքրքիր է նաեւ Անահիտ, ինչ այլ հետաքրքրություններ ունեք, նախասիրություններ։ Սիրում եմ նկարել, նաեւ երաժշտություն լսել։ Նկարչությամբ եմ զբաղվել փոքր հասակում, մոտ 9 տարի զբաղվել եմ նկարչությամբ։ Նաև շատ եմ սիրում ֆիլմեր դիտել ու շրջագայել։ Հանգիստ երջանկաբեր նախասիրություններ, մասնագիտություններ։ Իսկ ապագան տեսնում եք սպորտի մեջ։ Այո, սպորտը դարձել է իմ կյանքի մի մասը ու դեռ չեմ պատկերացնում առանց հրաձգության ինչպես կարող է լինել ապագայում։ Շատ հետաքրքիր մասնագիտություն, հետաքրքիր աղջիկ, իր հանգստությամբ մեր եթերը պարուրեց։ Այո։ Եվ շատերը ես վստահ եմ նայելով ասելու են
այդ հանգիստ էության մեջ, որքան ուժեղ ոգի կա, որովհետև յուրաքանչյուր սպորտ ուժեղ ոգի է պարտադրում ու ձեզնից դա զգացվում է։ Մենք քեզ հաջողություն ենք մաղթում հետագա բոլոր մրցաշարերում, շնորհավորելով նաև մեր առաջին հորիզոնականի աղջիկան, բայց հատկապես ձեզ, որ ինչպես նշեցիք, շարունակելու եք եւ դեռ վերջին մեդալը չէ, որ լինելու է այստեղ մեր սեղանին դրված։ Իդեպ մեդալի մասին խոսեցինք, խնդրում եմ ցույց տաք, բոլորը տեսնեն, ողջևորվեն, հատկապես այն դեռահասները, պատանիները, ովքեր ձեզ նայելուց հետո գուցե որոշեն, որ պետք է հենց այս սպորտաձևում իրենց փորձեն։ Այո, շատ հետաքրքիր սպորտաձև է։ Իսկ ինչ է պատկերված, եթե ես Պատկերված են Հայաստանի սուրաճք չունեմ, բայց Հայաստանի այսպես տեսարժան վայրերը։ նաև տեսախցիկը կփիքսի, ահա։ Հետաքրքիր է, որ ինձ թվում է մեդալը հատկապես աղջկա կնոջ համար լավագույն աքսեսուարն է, հատկապես նմանատիպ մեդալները։ Եվ մի շնորհավոր։ Այո։ Չկրկնվող մի օրինակից։ Շնորհավորում ենք կրկին Անահիտ ջան, թող իսկապես շարունակական լինեն, ոսկի լինեն, գնալով ավելի թանկարժեք մետաղներից լինեն այս մեդալները Եվ Հայաստանից դուրս լինեն։ Այո, մենք էլ առիթ ունենանք ձեզ հյուրընկալելու, շնորհավորելու եւ հպարտանալու։ Շնորհակալ եմ շատ։ Անահիտ Սարգսյան, սիրելի հեռուստադիտողներ, գնդակային հրաձգության մեծահասակների ու երիտասարդների Եվրոպայի առաջնության շարժվող թիրախ նորմալ վազքի մրցաձևի արծաթե մեդալակիր։ Հիշենք, որ ոսկե մեդալակիրները նույնպես հայեր են, մենք նրանց բոլորին շնորհավորում ենք եւ իհարկե հպարտանում։ Դե բարև երկիրը շարունակվում է, մնացեք մեզ հետ։
Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, եթե հենց նոր միացաք, իհարկե մեր գեղեցիկ հետաքրքիր զրույցներն արդեն բաց եք թողել, բայց այս պահին առաջարկում ենք արդեն այս միամսյակի ընթացքում ավանդական դարձած մեր տեսանյութին հետևել, որտեղ պատմում ենք կանանց մասին, որոնք գիտության մեջ ահռելի ներդրում են ունեցել։ Այո, դիտենք տեսանյութը, վերադառնանք։ Շատ կարևոր գյուտերի հեղինակները կանայք են։ Ամեն անգամ, երբ ձմռան ցրտին երթևեկում եք տաքացվող մեքենայով, հիշեք այս գյուտարար կնոջ անունը՝ Մարգարետ Ուիլքոքս։ Ուիլքոքսի ժամանակ ինժեներ-մեխանիկ մասնագիտությունը կանանց դեպքում հազվադեպ էր, եւ նման աշխատանք ունեցող կինը տարօրինակ էր ընկալվում։ Մարգարետը զբաղվում էր կյանքի բարելավման համար նախատեսված նախագծերով։ 1893 թվականին նա ստեղծեց ավտոմեքենայի առաջին տաքացուցիչն աշխարհում։ Մարգարետ Ուիլքոքսը ծնվել է 1838 թվականին Չիկագոյում։ Նրա վաղ կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Փոքր տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել մեխանիկական ճարտարագիտության նկատմամբ, չնայած իր դարաշրջանի սոցիալական կոնվենցիաներին։ Մեկ այլ գյուտարար կին էլ 1919 թվականին մշակել է գազի կենտրոնացված ջեռուցման համակարգը։ Նա Էլիս Փարքերն էր։ Եվ չնայած նրա նախագծին համապատասխան ոչինչ չի կառուցվել, գաղափարը հեղափոխական էր, եւ հետագայում նա ոգեշնչեց ժամանակակից կենտրոնական ջեռուցման համակարգերի ստեղծողներին։ Բարի լույս, կարծես թե եւս մեկ շաբաթօրյա առավոտ դուք սկսեցիք մեզ հետ, հուսով ենք, որ մեր դրական ինֆորմացիան եւ մեր ձեզ համար պատրաստած տեղեկատվությունը կարևոր ու հետաքրքիր էր։ Մենք ուզում ենք ասել շնորհակալություն, որ օրը սկսեցիք մեզ հետ եւ նաեւ հիշելով, որ հանդիպելու ենք վաղը, բայց միջ այդ ունենք հնարավորություն հիշելու նաեւ մեր գործընկերներին։ Այո, նրանք են Տուն դեպո խանութ սրահը, Աջափնյակ բժշկական կենտրոնը եւ իհարկե Լորվա բնության գրկում գտնվող Dream Park հանգստյան գոտին։ Նաեւ ունենք հասցեներ, որտեղով կարող եք հետևել մեր թողարկումներին, չմոռանաք դրանք։ Մենք սպասում ենք իհարկե նաեւ ինչպես Արմինեն է ասում ձեր մեկնաբանություններին, բայց նայեք հետո ինքներդ որոշեք։ Դրանք են Երկիր մեդիայի Տելեգրամյան ու յութուբյան ալիքները, ինչպես նաեւ Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան էջերը։ Ձեզ արևոտ օրվա շարունակություն ենք մաղթում։ Մենք կհանդիպենք վաղը։